ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է ազգային անվտանգության և պետքարտուղարության ֆինանսավորման 2027 ֆինանսական տարվա օրինագիծը, որով ընդլայնված աջակցություն է նախատեսվում Հարավային Կովկասի երկրներին ԱՄՆ ռազմավարական շահերն առաջ մղելու համար։ Օրինագծի համաձայն Հարավային Կովկասի երկրներին միջոցներ կհատկացվեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը, ինտեգրումը և կապակցվածությունն ամրապնդելու, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերությունները զարգացնելու համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանին։ Հանձնարարվում է 2026 ֆինանսական տարվա համեմատ ավելացնել միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման և արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերի շրջանակում տրամադրվող միջոցները։ Հանձնաժողովը նաև պահանջում է, որ օրինագծի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում պետքարտուղարը Կոնգրեսին ներկայացնի մանրամասն զեկույց Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախաձեռնության շրջանակում միջոցների բաշխման և ձեռնարկված գործողությունների վերաբերյալ։ Զեկույցում պետք է նշվեն նախագծի հիմնական գործընկերները, այդ թվում ներդրողները, և նկարագրվի դաշնային գործակալությունների ներկա կամ սպասվող դերակատարումը թրիփի շինարարության, զարգացման և հաջող գործունեության ապահովման գործում։ Հանձնաժողովի հաստատումից հետո օրինագիծը պետք է քվեարկության դրվի ներկայացուցիչների պալատում և սենատում, ապա ներկայացվի ԱՄՆ նախագահի ստորագրությանը։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների բեռը կուղևորվի Բիլիաջարի կայարանից։ Ռուսական ցորենի վերջին առաքումն Ադրբեջանով տարանցմամբ տեղի է ունեցել ապրիլի 24-ին։ Առաքվել է 5 վագոն հացահատիկ 350 տոննա ընդհանուր քաշով։ Տարանցմանը զուգահեռ շարունակվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծումը։ Մինչ այժմ Հայաստան է ներմուծվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ռեգուլյար և 2955 տոննա պրեմիում տեսակի բենզին։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական և ամերիկա-իրանական հակամարտությունները։ Ըստ ՌԴ նախագահի օգնականի Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան ամեն դեպքում կհասնի ռազմական գործողության նպատակներին, սակայն կնախընտրեր դա անել բանակցությունների միջոցով։ Պուտինը նաև հայտնել է, որ պատրաստ է հրադադար հայտարարել հաղթանակի օրվա կապակցությամբ։ Դոնալդ Թրամփն ակտիվորեն աջակցել է այս նախաձեռնությանը։ Ուկրաինայի նախագահն ավելի ուշ հայտարարել է, որ կապ կհաստատեն ամերիկյան թիմի հետ քննարկելու կարճաժամկետ հրադադարի մանրամասները։ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է երկարաժամկետ հրադադար հաստատել, հավելելով. պատրաստ են այդ ուղղությամբ աշխատել ցանկացած արժանի և արդյունավետ ձևաչափով։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ Պուտինն առաջարկել է օգնել Իրանի հարստացված ուրանի հարցում, որն ԱՄՆ-ն ցանկանում է դուրս բերել այնտեղից։ Ես ասացի կնախընտրեմ, որ նա զբաղվի Ուկրաինայի հետ պատերազմի ավարտով։ Դա ինձ համար ավելի կարևոր է, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ մերժել է Իրանի առաջարկը վերաբացել Հորմուզի նեղուցն ամերիկյան շրջափակման դադարեցման դիմաց։ Թրամփի խոսքով դա նպատակ ունի հետաձգել Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները։ Շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունները, նշել է նա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին, տարածաշրջանի երկրների շահերին ու համաշխարհային խաղաղությանը և դատապարտված է ձախողման։ Նրա խոսքով նման միջոցառումները ոչ միայն չեն ամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը, այլև խաթարում են կայունությունը Պարսից ծոցում։ ԱՄՆ-ն իրանական նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակում է սահմանել ապրիլի 13-ից։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ շրջափակումը կպահպանվի, քանի դեռ Իրանի հետ միջուկային համաձայնագիր չի կնքվել։ Միևնույն ժամանակ Իրանի վիճակագրական կենտրոնը հայտնել է, որ երկրում մարտի 21-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում սպառողական գներն աճել են 73.5%-ով 2025 թվականի նույն շրջանի համեմատ։ Ինֆլյացիայի միջին մակարդակն ապրիլին նախորդող 12 ամսվա ընթացքում աճել է 53.7%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը ներկայացուցիչների պալատում 6 ժամ տևած լսումների ընթացքում պատասխանել է Իրանում պատերազմի հետ կապված հարցերի։ Հեքսեթը հրաժարվել է ասել, թե դեռ որքան կշարունակվի պատերազմը և որքան այն կարժենա։ Ըստ Պենտագոնի պաշտոնյաների, մինչև այժմ Իրանի դեմ պատերազմի համար ծախսվել է $25 միլիարդ, մեծ մասն ուղղվել է զինամթերքին։ Ընդ որում Սպիտակ տունը Կոնգրեսից խնդրել է մեծացնել ԱՄՆ պաշտպանական բյուջեն, այն հասցնելով $1.5 տրիլիոն։ Հեքսեթին նաև հարց են ուղղել Իրանի դեմ պատերազմի
առաջին օրը տարրական դպրոցի վրա հարձակման մասին, որի հետևանքով շուրջ 170 մարդ էր զոհվել, հիմնականում երեխաներ։ Նրա խոսքով միջադեպը դեռ հետաքննվում է։ Հեքսեթը նաև հայտարարել է, որ մի քանի ամսվա հետաձգումից հետո Պենտագոնը հաստատել է Ուկրաինային $400 միլիոն օգնության փաթեթի հատկացումը։ Այն նախատեսված է ամերիկյան պաշտպանական ընկերություններից սարքավորումների գնման համար և Կոնգրեսի կողմից հաստատվել էր դեկտեմբերին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։